Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական պատգամավորներին Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթաց սկսելու առաջարկով։ Ազատության հետ զրույցում պատգամավորը ասաց, որ հիմա որոշման նախագիծ է պատրաստում, որից հետո դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու եւ այս հարցը արտահերթ կարգով ազգային ժողովի լիագումար նիստում քննարկելու համար։ Ես դա անվանում եմ Հայաստանի Հանրապետության արդեն վերնագիրը, որտեղ որոշեմ, դա սկզբունքային նշանակություն ունի, այո, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին։ Փաշինյանը ընդգծում է, որ ոչ իշխանական ուժերը ներկայացնող պատգամավորների թիվը ավելին է, քան անհրաժեշտ 44-ը։ Կստորագրեն արդյոք նրանք Սերժ Սարգսյանի հրաժարականի նախաձեռնության տակ թե ոչ, հարց է նաև Փաշինյանի համար։ Ոչ մի բան չի խանգարում, որ իրենք 44 պատգամավոր իրենց ստորագրությունը դնեն փաստաթղթի տակ, հարցը մտնի լիագումար նիստ եւ իրենց ասած Ազատության հրապարակի ժողովուրդը կանգնի այս դարպասների տակ եւ մենք բոլորս միասին պահանջենք Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է պատգամավորներին Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթաց սկսել։ Ընդդիմադիր պատգամավորը հիշեցնում է, որ միշտ էլ պատրաստ է եղել պաշտպանել այսպիսի նախաձեռնությունները, բայց քանի որ ոչ իշխանական ուժերը դեռևս հստակ քայլեր չեն սկսում, ինքն է նախաձեռնությամբ հանդես գալիս։ Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ հայտարարում են, որ հոկտեմբերի 11-ին մենք արթնանալու ենք բոլորովին ուրիշ Հայաստանում։ Հիմա արդեն նոյեմբերի 24-ն է եւ հռչակված բոլորովին ուրիշ Հայաստանից մի ամսից ավելի ժամանակ է անցել եւ այս քաղաքական process-ով ես ըստ էության փորձում եմ ողջունել բոլորովին ուրիշ Հայաստանի գաղափարը եւ իմ նպաստը բերել քաղաքական թեժ աշունը իշխանապողության պսակելու եռյակի խոստման իրագործման։ Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը Փաշինյանի նախաձեռնության մանրամասներին տեղյակ չէին։ Բարգավաճ Հայաստանից Միքայել Մելքումյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ նման հարցեր իրենք քննարկում են եռյակի ձևաչափով։ Երբ քննարկեն, պատասխան կտան։ Նա ընդգծեց, որ իրենք ունեն քաղաքական օրակարգ, որի մեջ է մտնում նաև արտահերթ ընտրությունների հարցը։ Որ ասում եք արտահերթ ընտրությունները դա իրենց ենթարկվում են նախագահի։ Եթե մենք չենք շեշտադրում, ինքը համալիր է ներկայացնում իրանից, բայց չբացենք։ Մենք ասում ենք արտահերթ ընտրություններ։ Այս պահին չենք բացում, բայց հասկանալի է, պետք է հասկանալ տրամաբանորեն։ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը ասաց, իրենց կարծիքը կհրապարակեն, երբ Փաշինյանի նախագիծը տեսնեն ու քննարկեն խմբակցությունում։ Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ քանի դեռ հարցը չեն քննարկել, մեկնաբանություններից զերծ կմնա, բայց իրենք Սերժ Սարգսյանի հրաժարականի գործընթացը ողջունում են։ Ժառանգությունից Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց, որ մոտ 1 ամիս առաջ ինքն էր եռյակին առաջարկել նախագահի հրաժարականի գործընթաց սկսել։ Պատգամավորը պատրաստ է աջակցել Փաշինյանի նախաձեռնությանը եւ կարծում է, որ այդպես պետք է անեն նաեւ իր գործընկերները։ Ես կարծում եմ պարտավոր են, եթե չեն պաշտպանում, նաեւ ցույց տա իրենց ըստ էության տրամադրությունը, իրենք փաստացի Սերժ Սարգսյանին դեմ են եւ ցանկանում են, որպեսզի նա պաշտոնանկ լինի, թե ոչ։ Դա ոչ միայն իմ գործընկերներին է վերաբերվում, այսինքն բոլոր նրանց, ովքեր որ հայտարարել են ամբողջական իշխանափոխության մասին եւ ամբողջական իշխանափոխության համար շատ լավ քննություն է այս գործընթացը կյանքի կոչելու համար։ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու նախագծի համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքելու դեպքում Նիկոլ Փաշինյանը այն ծրագրում է ազգային ժողովի քննարկման ներկայացնել դեկտեմբերի 1-ին մեկնարկող քառօրյայում։